Վաշինգտոնում ձերբակալվել է Պենտագոնը եւ Կոնգրեսը պայթեցնել ցանկացող մի իսլամական, տեղեկացնում է Դոլչե Վելեն։ Ոստիկանության տվյալներով նա ահաբեկչություն է ծրագրել ականապատված հեռակառավարվող թռչող սարքերի միջոցով։ Հետաքննության տվյալներով 26-ամյա ֆիզիկոս Ռեզվան Ֆերդաուսը կապ է ունեցել Ալ-Քաիդայի գրոհայինների հետ։ Նա Պենտագոնն անվանել է օծի գլուխ եւ սիրտ ու բարոյապես պատրաստ է եղել երեխաների ու կանանց սպանությանը, քանի որ համարում էր, որ անհավատներն Ալլահի թշնամիներն են։ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը շտապ կերպով հոսպիտալացվել է երիկամների հետ ծագած խնդիրների պատճառով։ Այդ մասին հայտնում է Մայամիում հրատարակվող Nuevo Heraldo իսպանալեզու թերթը։ Սակայն Վենեսուելայի իշխանությունները հերքել են թերթի տեղեկությունները։ Եթե ինչ-որ մեկին պետք է հոսպիտալացնել, ապա միայն Nuevo Heraldo-ի լրագրողներին, Twitter-ում գրել է Վենեսուելայի կապի նախարար Անդրես Իսարան, հաղորդում է Ինտերֆաքսը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայտնել է, թե Թբիլիսին չի կարող հավանություն տալ Ռուսաստանի առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելու գաղափարին։ Թբիլիսին պայման ունի Մոսկվան պետք է համաձայնի թույլ տալ միջազգային դիտորդների ներկայությունը ռուս-վրացական սահմանին։ Օբամայի վարչակազմը բոլոր կողմերին փոխզիջման կոչ է անում։ Մենք դա անում ենք, ռուսները ոչ։ Հերթը ռուսներինն է, կամ նրանք փոխզիջում են ուզում, կամ չեն ուզում։ Բանակցությունների գործընթացը գնում է, բայց իրերի ներկա դրության պայմաններում Վրաստանը չի համաձայնի, ասել է Վրաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Նշենք, որ Քլինթոնը նախկինում կոչ արել Թբիլիսիին կարգավորել խնդիրները, որոնք խոչընդոտում են առևտրային համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը։ Սատկել է շիր աչքերով հանրահայտ պարկավոր Արնետ Հայդին, ինչպես գրում է իտալական Լա Ռեպուբլիկա թերթը, Հայդին ծերացել էր եւ այլևս չէր կարողանում շարժվել։ Վերջինիս խնամակալները խղճալով իրենց կենթանուն մահացու ներարկում են արել։ Հայդին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ վերջինիս լուսանկարները հայտնվել էին համացանցում։ Հայդին վերջին շրջանում զբաղվում էր նաեւ գուշակությամբ։ Արնետը փորձում էր գուշակել, թե կինոաշխարհի ներկայացուցիչներից ով է արժանանալու Օսկարի։ Բացի այդ, Հայդիի տեսքով սկսել էին խաղալիքներ արտադրել։ Գորամիրյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, միջազգային լրահոս։